Հայր Սուրբ, կարող եք այսօր աղոթել այն կնոջ և նրա ընտանիքի համար, ով հիմա դիտում է այս տեսանյութը։ Իհարկե կարող եմ։ Սիրելի քույր, ով այժմ հեռախոսդ ձեռքիդ ես, խնդրում եմ մնա ընդամենը 7 վայրկյան։ Ես հավատում եմ, որ սա պատահական չէ։ Տերը ցանկանում է, որ այսօր մինչև վերջ լսես այս աղոթքը։ Երկնավոր Հայր, շնորհակալ եմ քեզ այս քրոջ թանկագին կյանքի համար։ Դու տեսնում ես նրա սիրտը։ Դու տեսնում ես այն վախերն ու արցունքները, որոնք ոչ ոք չի տեսնում։ Դու գիտես այն մտքերը, որոնք գիշերները թույլ չեն տալիս նրան քնել։ Տեր, աղաչում եմ քեզ, հենց հիմա մոտեցիր նրան։ Հեռացրու նրա սրտից ամեն խառնաշփոթ և անհանգստություն։ Թող նա զգա, որ միայնակ չէ, որ դու նրա կողքին ես։ Մաքրիր նրա հոգին։ Ներիր նրա երիտասարդության տարիներին անգիտությամբ գործած սխալները և բոլոր այն ծանրությունները, որոնք մինչ այսօր կապում են նրան։ Տեր, աղաչում եմ քեզ, նաև ներիր նրան և նրա ամբողջ ընտանիքի մեղքերը, նրանց, ովքեր արդեն անցել են հավիտենություն, նրանց, ովքեր այժմ նրա կողքին են, և ապագա սերունդներին։ Թող քո ողորմությունը սերնդից սերունդ մնա այս ընտանիքի վրա։ Տեր, աղաչում եմ քեզ, բարձրացրու քո պաշտպանության վահանը նրա վրա։ Պաշտպանիր նրան ամեն չարից, անեծքներից և հոգևոր հարձակումներից։ Պարգևիր նրան նոր սիրտ, լցված խաղաղությամբ և ամուր հավատքով։ Տեր, օրհնիր նրա ընտանիքը, պահպանիր նրա երեխաներին և թոռներին հիվանդություններից, դժբախտություններից և կորուստներից։ Թե տանը լինեն, թե ճանապարհին, թող քո խաղաղությունը ծածկի նրանց։ Ուղարկիր քո պահապան հրեշտակներին կանգնելու նրա տան դռների մոտ, որպեսզի պահպանեն նրանց յուրաքանչյուր քայլը։ Տեր, բժշկիր նրա մարմինն ու հոգին, հեռացրու նրա հիվանդությունները, անհանգստությունն ու հոգնածությունը։ Նորոգիր նրա ուժերը, որպեսզի նա կրկին զգա կյանքի ուրախությունը։ Պարգևիր նրան խաղաղություն իր մտքերում, պարզություն իր մտածողության մեջ և այն հոգևոր ջերմությունը, որի կարիքն այնքան ունի նրա սիրտը։ Եթե ամբողջ սրտով ընդունում ես այս աղոթքը, գրիր ամեն։ Կիսվիր այս աղոթքով այն քրոջ հետ, ով նույնպես այժմ աջակցության կարիք ունի։ Ես հավատում եմ, որ հենց այն պահին, երբ դու այս աղոթքը փոխանցում ես ուրիշներին, Աստծո խաղաղությունն ու նրա օգնությունը գալիս են քո տուն։